անցկություն և հույս։ Տեր, լսիր իմ աղոթքը, աղաղակս թող հասնի քեզ, մի շրջիր երեսդ ինձնից, նեղությանս օրը ինձ մոտեցրու ականջը քո, երբ ձայն տամ քեզ, իսկույն լսիր ինձ։ Ծխի պես սպառվեցին օրերն իմ, և ոսկորներս չորացան ինչպես խռիվ։ Սիրտս խոցվեց և ցամաքեց խոտի պես, հեծությանս ձայնից հաց ուտելս մոռացա։ Ոսկորս մարմնիս կպավ և նմանվեցի անապատի հավալուսնին, եղա ինչպես բու ավերակներում, տքնեցի ու դարձա ինչպես մենավոր ճնճղուկ տանիքում։ Թշնամիներս ամեն օր նախատեցին ինձ, և ինձ գովողներն ինձնով երդվեցին։ Մոխիր կերա հացի տեղ, և ըմպելիքս արտասուքով խառնեցի քո բարկության ու զայրույթի պատճառով, քանզի դու ինձ բարձրացրիր և վայր գցեցիր։ Օրերս անցան ստվերի պես, և ես ցամաքեցի ինչպես խոտ։ Դու Տեր հավերժ ես, և սերնդից սերունդ է հիշատակը քո։ Դու պիտի ելնես, որ գթաս Սիոնին, ժամանակն է գթալու նրան, հասել է ժամը։ Ծառաներդ նրա քարերը հավանեցին և գթացին նրա հողին։ Հեթանոսները պիտի սոսկան քո անունից, և երկրի բոլոր թագավորները քո փառքից։ Տերը պիտի Սիոնը վերաշինի և իր փառքով երևա այնտեղ, ուշ դարձրեց նա խեղճերի աղոթքին և չարամարեց խնդրանքը նրանց։ Սա պիտի գրվի այլ սերունդի համար, որպես ժառանգություն ստացած նրա ժողովուրդը պիտի օրհնի Տիրոջը։ Նայեց նա իր սրբության բարձրությունից, Տերը երկնքից երկիր նայեց, բանտարկյալների հառաչանքը լսելու և մահապարտների որդիներին ազատ արձակելու համար, որ Սիոնում պատմեն անունը Տիրոջ և Երուսաղեմում գովքը նրա, որ ժողովուրդներն իրար մոտ հավաքվեն և թագավորները ծառայեն Տիրոջը։ Նա պատասխանեց նրան իր հզորության ճանապարհին. ասա ինձ սակավությունն իմ օրերի, և ինձ մի վերցրու օրերիս կեսին, քանզի հավերժ են տարիները քո։ Ի սկզբանե, Տեր, երկրի հիմքերն հաստատեցիր, և երկինքն էլ գործն է քո ձեռքերի։ Կանցնեն դրանք, բայց դու կաս և կմնաս հավիտյան, ամեն ինչ ձորձի պես կմաշվի, դու վերարկուի պես կփոխես դրանք, և դրանք կփոխվեն։ Բայց դու նույնը կմնաս, և քո տարիները չեն անցնի, քո ծառաների որդիները կբնակվեն այնտեղ, և նրանց սերնդին հավիտյան հաջողություն կուղեկցի։